Ազգային ժողովում Հայկ Կոնջորյանի ազգային ժողովի փոխնախագահի թեկնածության քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ։ Առանցքում ոչ թե Կոնջորյանի աշխատանքային գործունեությունն էր, այլ նրա եղբոր հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպը եւ նրա Հայփոստի տնօրեն հանդիսացող կնոջ աշխատավարձի չափը։ Անդիմության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իշխանությանը մեղադրում էին կառավարության ձախողումների, պետական համակարգի անարդյունավետ աշխատանքի եւ հովանավորչության համար։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը պատմեց, թե Իտալիա ուղարկված փաստաթղթերը շաբաթներ շարունակ չեն հասել հասցեատիրոջը, իսկ Հայփոստից պատասխան չի ստացել։ Դավիթ Ղազինյանն էլ հայտարարեց, որ ընկերությունը շարունակում է աշխատել 19-րդ դարի տեխնոլոգիաներով, իսկ նման կառավարման պայմաններում արդյունավետություն ակնկալել հնարավոր չէ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց, խորհրդարանը Հայփոստի տնօրեն չի ընտրում, այլ ազգային ժողովի փոխնախագահ։ Բաբկեն Թունյանն էլ ներկայացրեց Հայփոստի ֆինանսական ցուցանիշները, պնդելով, որ ընդդիմությունը դիտավորյալ անտեսում է ընկերության գրանցած արդյունքները։ Երբ Հայփոստը փոխանցվել է կոնսենսիո կառավարման արգենտինացիներին, պայմանագրում եղել է այդ շատ հետաքրքիր պայման, որ գնահատվում են ընկերության ակտիվները այդ պահին, հետո հետ վերադարձնելու պահին այդ ակտիվները վերագնահատվում են եւ այդ տարբերությունը եթե լինում է դրական, այդ տարբերության 60%-ը կառավարությունը պետք է դրամական միջոցներով փոխհատուցի ընկերությանը։ Դե Հայփոստի ակտիվները գիտեք, հիմնականում անշարժ գույք է, ուրիշ բան չունեն, անգամ կշերք չունեն շատ մասնաճյուղերում, որ առաքանիները կշվեն, ինչ է տեղ ունեցել։ Ոչ նոր մասնաճյուղեր են կառուցվել, ոչ վերանորոգվել են, բայց զուտ անշարժ գույքի թանկացման այդ բնականon process-ի հետևանքով վերագնահատել են 2020 թվականին ու պարզվել է, որ Հայփոստի ակտիվները աճել են $12 միլիոն եւ կառավարությունը պիտի Հայփոստին $7 միլիոն փոխհատուցում տրամադրի։ Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմությունը մեկ օր շարունակ խոսել է իր ընտանիքի մասին, բայց գրեթե ոչինչ չի ասել իր քաղաքական գործունեության վերաբերյալ։ Կոնջորյանի խոսքով Հայփոստը վերջին տարիներին պետությանը վճարել է 1 միլիարդ դրամ դիվիդենդ, իսկ ընկերության ֆինանսական դիրքերը բարելավվել են 900 միլիոն դրամով։ Կոնջորյանը խոստացավ, որ իր ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ընդդիմությանը սպասվում են շատ հետաքրքիր խորհրդարանական օրեր։ Տունը, զինվորը, ռազմական ոստիկանության ծառայողները, սակրավորները, որոնց մահնա ցանկացել է Էդգար Ղազարյանը, այս ամեն ինչն է նկարագրում քաղաքական արժեքային համակարգը, որի կրողն եք դուք։ Եվ եկել եք ինձ մեղադրում եք, որ իմ կինը աշխատում է եւ ստանում է աշխատավարձ, այն ինչ ձեզանից պահանջում են $200 միլիոն թալան։ Սակայն ամենաթեժ բանավեճը ծավալվեց արդեն մարտի 1-ի թեմայով։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ընթացքում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այդ օրվա հետ կապված մի ձայնագրություն։ Յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Քոչարյանի ելույթից անմիջապես հետո նիստը վարողի իրավունքով խոսեց ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում գտնվող մարդիկ քնած էին, երբ հատուկ ջոկատայինները մահակներով հարձակվեցին նրանց վրա, ընդգծելով, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը կրում է այն ժամանակվա իշխանությունը։ Իհարկե պետք է իրեր վերցնեն, որ պաշտպանվեն, որտեղ ինքնապաշտպանում էին, որովհետև դրանից մի քանի ժամից առաջ հատուկ ջոկատայիններ եկի հարձակվել են մարդկանց վրա։ Բա ինչ եք ուզում։ Պարզ չի որ պիտի բարիկադավորվեն։ Ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում։ Հաջորդը, այնց հանգիստ եկել ասում եք, դե հա կարող է մարդիկ են եղել անմեղ, որ ձերբակալել են։ Չէ, կարող է չի, ասում եմ իմ հայրը ոչ մի հանցանք չի գործել, ընդ որում ոչ թե կարող է չի գործել։ Հաստատված է չի, որ չի գործել, որովհետև նույնիսկ ձեր հոր նախագահության օրոք, այո, մեղադրանքը հետա վերցվել եւ գործը կարգվել է ապացույցների բացակայության պատճառով։ Ռուբինյանը հիշեցրեց նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որում վերահաստատվում է, որ մարտի 1-ի 10 զոհերի համար պատասխանատու էր այն ժամանակվա ղեկավարությունը, որն առաջնորդում էր Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությանը, Քոչարյանի պաշտոնավարման ավարտին եւ նրա ընտանիքի կարողությանը։ Ի պատասխան ընդդիմությունը շարունակեց մեղադրել գործող իշխանությանը ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների եւ պետական կառավարման ձախողումների համար։ Արթուր Հովհաննիսյանն ու Տարոն Չախոյանն էլ հակադարձեցին։ Ընդդիմությանը հիշեցնելով հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն մեղադրանքներն ու ապօրինի հարստացման գործերը։ Ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ
հնարավոր է եղել վերագործարկել ինչ որ չափով այդ համակարգը այս ընտրություններին փող բաժանելու մարդկանց տերորի ենթարկելու միջոցով ձայներ հավաքել եւ հայտնվել ազգային ժողովում, շարունակելու համար սպասարկել օտարերկրյա ուրեմն շահերը եւ շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն։ Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ հպարտանում է։ Փորձենք հասկանանք ինչի համար է հպարտանում։ Հոկտեմբերի 27-ի համար է հպարտանում։ Մարտի 1-ի համար է հպարտանում։ Պապլավոկի զուգահանում Պողոս Պողոսյանի սպանության համար է հպարտանում։ Այն քաղաքական հետապնդումների ու սպանությունների համար է հպարտանում։ Այսպիսով Հայկ Կոնջորյանի թեկնածության շուրջ նախատեսված քննարկումը վերածվեց իշխանություն ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների։ Չնայած բուռն քննարկմանը Հայկ Կոնջորյանն այնուամենայնիվ 63 կողմ 28 դեմ ձայներով ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Հայաստան դաշինքը, ինչպես եւ հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը, իսկ ուժեղ Հայաստանը դեմ քվեարկեց։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։